ուղղակի այսօր իր երիտասարդ ցենց խառնվածքով կարողացավ արդեն նիշ գրավել մեր հայ գեղանկարչության մեջ։ Ես չեմ վախենում անպագորգոր բառեր ասել, որովհետև շատ ծանոթ եմ իրեն եւ ինքը շատ խոր անձնավորություն է եւ այսօրվա այս կտավների մեջ կա այդ խորությունը, այս դիմանկարները, դեմքերը, որը ինքը պատկերել է, ամեն մեկը մի կենսագրություն են, մարդկային կենսագրություն, որոնք լռել են։ Երևի ամենակարևոր ցավալի կետերում այդ լռությունն է նրանց աչքերում, նրանց ողբերգություն ասեմ, ցավ ասեմ, ամենայն դեպս ինչ որ մի բան մեր իրականության մեջ այն չի, ինչ որ մի բան փչացել է, չի աշխատում։ Եվ այսօրվա այս դեմքերը հաստատում են դա, լինելով շատ պայծառ անձնավորություն, ինքը այսօր ներկայացնում էր այսպիսի մարդկային ցավ, մարդկային լռություն, մարդկային դադար, ուրախ եմ, որ Գայը հաստատուն քայլերով մտավ մեր հայ մշակույթի մեջ եւ անսպառ է։ Շնորհավորում եմ բոլորիս։ Ամենակարևորը իր մոտ ինձ դուր է գալիս իր էներգիան եւ էքսպրեսիան, որը կարողանում է արտահայտել իր ստեղծագործությունների մեջ։ Թեկուզ ստեղ ներկայացված են դիմանկարներ, բայց դիմանկարների մեջ էլ ինքը իր ներքին զգացողությունը, դինամիկան, էքսպրեսիան պայլեն։ Ես շնորհավորում եմ Գային, երիտասարդ նկարիչ է, պայծառ է ինքը էությամբ ու այդ շատ կարևոր է։ Դրական աուրա ունի, իմ կարծիքով իր շարունակությունը ավելի էքսպրես, ավելի հետաքրքիր կլինի։ Բացի գեղանկարչություն, ինքը նաև հանդակագործությամբ էլ է զբաղվում եւ ընդեղ էլ որ նայում ես այդ դինամիկան ներքին պահած է։ Շնորհավորում եմ Գայիս, նորանոր հաջողություններ։ Խորը նկարիչ է, լավ տեխնիկայի է տիրապետում Գայը եւ իր համար ամեն ցուցահանդես, օրինակ սա ամեն մի գործ առանձին մի գործ է, բայց նաեւ ցուցահանդեսն էլ է ինքը որպես գործ ներկայացնում։ Հաջողություններ Գային։ Գայի մասին ինչ կարելի ասել, ինքը լուրջ անհատ է եւ հրաշալի ստեղծագործող է, ոչ թե նկարիչ է, ստեղծագործող է, քանի որ իր աշխատանքները գիտեք, ոչ թե միայն խորի իմաստային, ոչ թե կերպարվեստի ինչ-որ հայտ է ներկայացնում, ոչ, ինքնատիպ է ինքը, իր ասածով, իր խոսքերով, իր մտածելակերպով, եւ սենց համարսակ նկարիչ շատ քչերին են, որ տրված է լինում, գիտեք, ոչ բոլորն են այսպես համարսակ, քանի որ այս ցուցահանդեսը եւ այն ցուցահանդեսը, որ ինքը ստեղծագործել եւ կազմակերպեց, այս ցուցահանդեսը, գիտեք, ոչ թե կերպարներն են ճանապարհ անցած, այլ ինքն է ճանապարհ անցած, որ այս կերպարները կարողացավ ծննդաբերել եւ այսօրվա դրությամբ մենք վայելում ենք այս արվեստը։ Եվ գույնի, եւ կերպարի, եւ վիճակի ամենակարևորը ինքը կարողանում է վիճակ փոխանցել։ Ոչ էլի բոլորին է տրված ցավոք։ Ես պրոստը խոնարհվում եւ ուրախ եմ, որ ես իր ժամանակակիցն եմ, անկեղծ եմ ասում։ Օրինակ հիմա ես շատ բան կորցներ, եթե իր կերպարվեստը ես չտեսնեի։ Հենց որ ես առաջին ինձ եմ շնորհավորում, որ ես կարողանում եմ տեսնել եւ վայելել, հետո Գայի, որ ինքը կարող է ասես նկարներ ծննդաբերել, հարաբերական նկարներ, քանի որ սրանք նկարներ չեն ինձ համար, այլ ստեղծագործություններ են, եւ երաժշտությունն է, եւ պոեզիա, եւ կերպարվեստը, եւ ամեն ինչ է ինձ համար։ Ու կարելի է մի նկարի նայել եւ տիեզերքի ինչ որ մի կողմը բացահայտել, տեսնել որ այս ինչ որ արել է ի վերուստ փոխանցվել է իրան անպայման։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս։ Այս պորտրետները հիմա նայում են բոլորը,
մեկը մեկից ապշելու սա երևի շատ լավ նորություններ մեր մշակույթի մեջ եւ ամենակարևորը որ բոլոր շրջանները իր բոլոր ցուցահանդեսները շարունակությունա լրիվ նորի դա շատ քիչ հեղինակների հաջողվում որ կարողանան նոր ցուցահանդեսով նոր խոսք ասեն ես շնորհավորում եմ Գային շնորհավորում եմ բոլորիս որ ունենք այս ձևի հզոր երիտասարդ նկարիչ փառք ու պատիվ մեր Գային Քաչ ծանոթ եմ Ղազանչյան ընտանիքին եւ շատ գնահատում եմ Ղազանչյան ընտանիքի արվեստագետների ուրեմն արվեստը եւ այսօր մենք գործ ունենք ուրեմն Գայ Ղազանչյանի հետ, որը շատ հետաքրքիր արվեստագետ է միշտ նորովի է ուրեմն հանդես գալիս տարբեր նախագծերով եւ տարբեր ուրեմն այսպիսի ցուցահանդեսներով եւ այս ցուցահանդեսը իմ կարծիքով բացառիկ է իր բնույթով եւ այս պորտրետների շարքը դիտելիս մարդու մեջ կոնկրետ իմ զգացումները կարող եմ ասել, որ շատ հակասական են եւ մեկ բառով չեմ կարողանա բնութագրել թե ինչ եմ զգում, բայց զգում եմ այն ինչ կատարվել է, այն ինչ կատարվում է հիմա եւ այն ինչ իմ ներսում է Յուրաքանչյուր ցուցահանդես տարբերվում է, այս ցուցահանդեսը տարբերվում է իր կոնցեպտով, տարբերվում է իր ասելիքով, տարբերվում է իր ուրեմն էքսպոզիցիայով։ Շատ ուրեմն հատկանիշներ կան, որ տարբերվում է եւ ես դա գնահատում եմ Գայի արվեստում, քանի որ նա հենց այնպես ցուցահանդես կամ հենց այնպես կտավ չի ստեղծում։ Նա շատ երկար մտածում եւ գտնում է այն յուրահատկությունը, որը չի կրկնվել, չի եղել եւ այսօր մենք դրա ականատեսն ենք եւ շնորհավորում եմ սրտանց նրան ցուցահանդեսի կապակցությամբ նաեւ իր ծննդյան արդիվ։ Ցուցահանդեսը ուղղակի ցուցադալի մեր իրականության պայմանականությունը, հա։ Ինչքան որ մենք ենք ընկալում այս աշխարհը, մեր հնարավորությունների շրջանակներում ենք տեսնում, բայց մեր հնարավորությունները սահմանափակ են։ Իսկ երբ արվեստը ինձ տալիս է մի քիչ ավելի անսահմանափակ հնարավորություններ, հա, որ ավելի զգայական լինեն, իմ համար այդ ներքին զգացողությունը շատ ավելի կարևոր է, քան իր վիզուալը։ Ու եթե ինչ-որ զգացողություն կարտնացնի մարդկանց մոտ գործերը դիտելիս, ուրեմն այդ ռեզոնանսը աշխատում է ու ցուցահանդեսը իր ֆունկցիան կատարում է, հա։ Ու այն զգացողությունը, ինչ-որ որ ես եմ ունեցել յուրաքանչյուրին ստեղծելիս, ուսամ մի որոշ մասը կփոխանցվի նաև արվեստասեր մեր հասարակությանը կհամարեմ այս պրոյեկտը ստացված այդ դեպքում։ Այսօրվա ցուցահանդեսը ուղղակի հիացրեց ինձ, հա, շատ դիպուկ, շատ հետաքրքիր, որտեղ գիտեք, через պորտրետը այդ ամբողջը փոխանցել պսիխոլոգիչեսկը, հա, դա շատ բարդ է։ Եվ շատ նկարիչներ նույնիսկ չեն ուզում այդ թեման շոշափել։ Պորտրետ եւ այլն։ Բայց Գայի մոտ շատ հետաքրքիր է ստացվում եւ ինքը կարողանում է բերել հանդիսատեսին հենց այդ գագաթնակետին, այդ տրամադրությունը փոխանցելով։ Ես սրտանց շնորհավորում եմ, հաջողություններ եմ մաղթում։ Մենք Գայի հետ նույնիսկ բիենալեում ենք Նեապոլում ցուցահանդեսի, մի խոսքով հետաքրքիր ճանապարհ անցել ենք որոշ ինչ-որ քայլեր եւ սրտանց թե իրան, թե իր ծնողներին որտեվ էդ էլ եմ ասում արմատից է, չէ՞, գալի իր տատիկից, պապիկից, որոնց շատ սիրում եմ, շատ հարգում եմ եւ հիմա Գային է փոխանցել նոր ոճով եւ հետաքրքիրը ինչն է, որ լրիվ տարբերվում են իրանք մեկը մյուսից, հա, դա ամենաողջունելին է։ Մի խոսքով բրավո մեր տղային եւ ոնց որ ասած սպասենք մյուս ապագա ցուցահանդեսներին, դա շատ կարեւոր է։
Այո, տպավորված եմ շատ։ Առաջին այն էր, որ չէի պատկերացնում ինչքան կարող է գույնը եւ խառնվածքը անհատների, իսկ ես տեղ տեսնում եմ բազմիցս անհատներ, կարող է այդքան իրար հետ համադրվել եւ համահունչ լինել։ Իսկապես չէի պատկերացնում, որ կարող եմ զգալ եւ գույնը, եւ տեքստուրան, եւ մարդու տակ կամ սառը լինելը։ Իսկապես անչափ շնորհակալ եմ, որ այստեղ գտնվում եմ եւ որ այսպիսի արվեստագետներ ունենք։ Կարծիքը, որ ես ունեմ գայի ստեղծագործության վերաբերյալ, այս ցուցահանդեսով ավելի ամրապնդվում, վիրեղանում, դառնում հաստատուն։ Գայը այս ցուցահանդեսով վաղուց է իհարկե դիմանկարներ նկարում, դիմանկարի ժանրը իր ստեղծագործության մեջ կարծեք թե առաջի պլանի վրա է գտնվում, բայց այս ցուցահանդեսով ինքը ցույց է տալիս, որ դիմանկարի ժանրը ունակ է այսօր ժամանակակից իրականության մեջ դեռևս գործել շատ ազդեցիկ ձևով եւ այն ինչ որ ցույց է տալիս գայը, պարզապես դիմանկար չի, պարզապես մի երևույթ է, որի անունը ես կտայի իբրև համընդհանուր կրիզիս, գայը այդ համընդհանուր կրիզիսի մեջ տարբեր կրիզիսների մի փունջ է ներկայացնում, դա մարդկային կամ քաղաքակրթական կրիզիսն է, դա առանձին մարդու կյանքի ճգնաժամն է, այն ճգնաժամն է, որ գոյություն ունի իրականության եւ պատրանքի միջեւ, այն ճգնաժամն է, որ կա արվեստում, որ կա արվեստի տարբեր ժանրերի միջեւ, այն ճգնաժամն է, որ կա արվեստի եւ տեխնոլոգիական աշխարհի միջեւ եւ գայը իր ստեղծագործության միջոցով կարծես թե մարմնավորում է, առաջաբերում այդ ճգնաժամների համախմբումը եւ ցույց է տալիս խոշորացված, խոշորացույցի տակ ցույց է տալիս նրա առարկայական եւ նյութական ներկայությունը մեր կյանքում։ Ես ուզում եմ պարզապես գային ոչ միայն շնորհավորել, այլև ցանկանալ երկար ճանապարհ, որ այս բարձր տոնը ստեղծագործության, ստեղծագործական այս բարձր տոնը երկար ժամանակ ինքը կարողանա պահպանել։ Զարմացած եմ եւ շշմած, ես տաղանդավոր խոսք երբեք չեմ ասում, բայց որ պետք է ասեմ, անհասկանալի լուրջ մեծ տաղանդի տեր երիտասարդ է, որը ապացուցել է իր շնորհը, լուրջ շնորհը, որ աստվածները տվել են իրան։ Նայում եմ, նորից եմ նայում եւ զարմացած եմ մտածողության վրա, վարպետության վրա, զսպվածության վրա։ Նկարիչ, որը կարողացել է երբեք ավելորդ մի քայլ չանել եւ երբեք ոչ մի պակաս քայլ չանել։ Այնպես որ իմացա, որ նոր որ իր ծննդյան օրն է, շնորհավորում եմ։ Այդպեսի լավ երիտասարդներ թող շատ լինեն Հայաստանում։ Մեծ պատիվ կբերեն մեզ եւ մեր արվեստին ինչ խոսք։ Բարի բայերում։ Կարամ ասեմ, որ Գայ Ղազանչյանը մեր հայ ազգի, մեր հայ ժողովրդի ամենատաղանդավոր երիտասարդներից է, որի համար մենք այսօր հպարտ ենք իր ցուցահանդեսում գտնվել, հրաշալի գործեր, այնպիսի գործեր, որ կարան իրանք միանշանակ համ ցուցադրվի Հայաստանում, աշխարհի ցանկացած թանգարանում, գալերեաներում եւ մեր համար ինքը այս ազգի հպարտությունն է եւ ոնց շատ երիտասարդ նկարիչներ կան, բայց ինքը այդ թվի երևի լավագույններից է։ Հենց որ ես շատ ուրախ եմ այսօր գտնվելու եւ իրան
շատ մեծ հաջողություններ եմ ցանկանում իր կյանքում, ստեղծագործական, իր անձնական եւ մնացած գործերում։ Ինքը շատ ուժեղ հոգեբան է, ես որպես պորտրետների սիրահար գերազանց աշխատանք եմ տեսնում, որ արդեն դարիներով աշխատում է, գիտեմ սկիզբը ինչպես է սկսել այս պորտրետների շարքը, ու իմ ամեն մեկ պորտրետի առաջ որ կանգնում ենք, իմ համար հետաքրքրական է, որ անծանոթ լինելով այդ մարդկանց ես փնտրում եմ իմ շրջապատում ու նմանացնում եմ ինչ-որ մարդկանց, անգամ մի քանիսը ինչ-որ քրողների Ալբերտ Կամու, Կավկա եւ այլն, որը կարող է նաեւ կապ չունենան։ Ամենակարևորը հայացքներն են, տեխնիկայից դուրս, որը շատ ուժեղ տեխնիկա ունի, նկարչական, արտահայտիչ ուժեղ, բայց ամենակարևորը աչքերն են, որ ամեն մեկ անհատականության աչքերի մեջ որ նայում ես, լրիվ ուրիշ ապրումներ են, գրտնություն չկան եւ դարբեր հոգեվիճակներ են, բավականին մեծ հոգեբանական աշխատանք է, որտեղ շատերին թվում է, որ պորտրետների շարք անելը այնքան հեշտ է, ուղղակի մարդկանց թիմանկարներ են, բայց իրականում ինքնաճանաչման process է, որտեղ ես եւ որ պորտրետներ եմ նկարում, դրանց կոչում եմ ինքնաճանաչման գործընթաց, ու այս պորտրետների միջոցով նաև մենք ինքնաճանաչման մի հատ ուղի ենք անցնում, որը շատ дժվար աշխատանք է եւ գայի մոտ դա հզոր ձևով ստացվում է։ Ну что можно сказать о собственном внуке? Я самая счастливая бабушка на свете. Это все. Бабушка, которая профессионально его понимает, духовно, душевно тоже понимает и очень любит. Выставка для меня замечательная. Ну, я от него всегда что-то ожидаю. На этот раз тоже был сюрприз. Но я очень довольна. Очень сильная выставка. Очень мощное впечатление оставляет на зрителя. Мне кажется, что здесь будет много народу. Всю неделю. Իհարկե անակնկալ էր, դա չի կարող անակնկալ չլինի։ Ես դրան պատրաստվել եմ երևի 12 ամիս, եթե ոչ ավել, լինելով գայի կողքին, բայց սենց որ տեսա, շատ ուրիշ էր, միգուցե ես ինչ-որ մի բան հասկացա, ինչ-որ որ մինչ կախելը և այս գործերը իրար հետ չհամադրելը չէի հասկացել, ինձ թվում է դա մեծ հաջողություն է, և իր համար, և հպարտություն է իր ծնողների համար, իրոք հուզված եմ շատ, կարծում եմ հեշտ չի իր ներաշխարհը շատ ավելի նուրբ է, անթե որ միգուցե ինքը կուզեր, որ մենք տեսնեինք, բայց իր նկարչության միջոցով դա շատ պարզ է, իմ համար շատ ակնհայտ է դառնում։ Այո, նկարիչը չպիտի խոսի, դա կամ պետք է խոսի, դժվար է մի կարծիք ունենալ դրա մասին, ամեն մեկը գտնում է իր ճանապարհը, բայց բնական է, նկարչությունը խոսքով չի, նկարչությունը դա վիզուալ արվեստ է, որ պիտի տեսնես և պիտի զգաս։ Ինձ թվում է, ես այսօր շատ լավ բաներ լսեցի, որ մարդիկ պարզապես մաշկով զգում են ինչ-որ տարօրինակ է իրանց համար և հոգեվիճակ է փոխում նկարները, կարծում եմ դա մեծ նվաճում է և նկարիչը ինչ էլ անում է ամեն դեպքում դա դիալոգ է, ինքը ուզում է, որ հանդիսատեսը անտարբեր չլինի, զգացմունքները կարող են տարբեր լինեն, բայց անտարբերությունը դա ոչ ցանկալի բանն է ու կարծում եմ հենց գայի ցանկացած իր գործի եւ այս ցուցահանդեսը շատ ազդեցիկ է եւ նախորդ ցուցահանդեսը իր անհատական որ 21 թվականին արել ականատեսը
մոդեռն արտահանգարանում, էլի այդ նույն զգացմունքներն էր առաջացնում։ Մի քիչ ուրիշ իհարկե, քանի որ ուրիշ տրամադրություն էր, ուրիշ կոնցեպտ էր, բայց էլի շատ ազդեցիկ էր եւ շատ հիշվում են կերպարները եւ ընդհանուր ատմոսֆերան այս ցուցահանդեսի։ Կարծում եմ դա է հաջողությունը։ Կարծում եմ ստացվել է։ Let it